Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու առաջարկում միասին հորովել թխել։ Վստահ եմ բոլորդ էլ գիտեք ինչ է հորովելը։ Դա հայկական մշակույթում երգի ժանր է, որով հայ գյուղացին հողագործը դիմել է եզին եւ ոգևորել նրան, որպեսզի ավելի եռանդուն աշխատի ու հնարավոր լինի ավելի շատ աշխատանք կատարել։ Առաջարկելու եմ նաև թթվասերով ջնարակ, որը փայլը երբևէ չի կորցնում, հատկապես տոներին շատ հարմար է։ Շարունակում եմ շքեղ տորթերի շարքը ձեր տոնական սեղանների համար, չնայած ալիքում տարբերակներ կան, բայց խոստացել էի բարձր տարբերակներ։ Մեղրով տորթն արդեն կա, հիմա դիմավորեք հորովելը։ Նախ 8 ձու ենք կոտրում։ Ավելացնում եմ 2,5 բաժակ շաքարավազ։ Բոլոր բաղադրիչները եւ գրամներով եւ բաժակներով գրված կլինեն տեսանյութի ներքևում, նկարագրության բաժնում։ Շաքարը քիչ-քիչ կավելացնեմ ու ընթացքում կհարեմ, մինչև լավ փրփրուն ու սպիտակած զանգված ստանանք։ 1-250 մլ բաժակով մոտավորապես 180 գրամ է ստացվում շաքարը, եթե վերևը հարթ է։ Հարում ենք մոտավորապես 4-ից 5 րոպե, այդ ընթացքում հարիչի արագությունն ավելացնում ենք։ Շաքարն ամբողջությամբ չի հալվելու, միայն մի փոքր հատիկները կմանրանան ու վերջ։ Ավելացնում եմ 3,5 ճաշի գդալ սովորական օղի։ Նաև 3 լիքը ճաշի գդալ մեղր։ Ստացվում է մոտ 130 գրամ մեղր, մի քիչ ավել պակասը չի խանգարի, բայց տեսեք, եթե օրինակ կշռքով չեք աշխատում միայն գդալներով, լավ կլինի տաքացնեք մեղրը ջրի կանա, որ չափից շատ չավելացնեք։ Սկսում ենք ավելացնել ալյուրը։ Ալյուրի հետ 4 ճաշի գդալ կակաո եմ ավելացնում։ Ժողովուրդ ջան, հաճախ եք հարցնում, ինչ կակաո եմ օգտագործում, որպես կանոն սուպերմարկետներից գրամով եմ գնում, այս անգամ էլի նման տուփերով էլի գրամով եմ գնել, բայց Կարեգին Նժդեի հրապարակին հարակից փողոցներից մեկում։ Եթե հավանեցի, անպայման կնշեմ։ Ալյուրի հետ նաև սոդա եմ ավելացնում 1 լիքը թեյի գդալով։ Այստեղ մի կարևոր դիտարկում անեմ, եթե մեղրը փոխարինելու եք այլ որևէ ֆիտոշարակով, դա էլ է հնարավոր, կամ ուղղակի մեղրի որակին վստահ չեք, լավ կլինի խմորի մեջ 1 ճաշի գդալ քացախ ավելացնեք։ Մի աշխատեք հիշել, մի չարչարվեք, միևնույն է, ինչպես ասել եմ, մանրամասն կգրեմ տեսանյութի ներքևում, նաև կգրեմ կարևոր դիտարկումները։ Ու նաև չմոռանամ ասել, որ բոլոր բաղադրիչները անպայման սենյակային ջերմաստիճանի են։ Խմորը բաժանում ենք 4 մասի եւ ստանում ենք 4 շերտ, բայց տեսեք, եթե թղթի որակին այնքան էլ վստահ չեք, կարելի է թղթի վրա մի քիչ բուսայուղ քսել, բայց ցանկալի է վերջում անձեռոցիկով ավելորդը հեռացնել, որ բուսայուղը շատ քիչ լինի։ Խմորը հավասար տարածում ենք եւ ուղարկում թխվելու 180-ից 190 աստիճանով։ Ջեռոցը նախապես տաքացրել եմ, թխում եմ առանց կոնվեկցիայի։ Տապակից չափսը 30-40 սանտիմետր է։ Տեսեք, շերտերը ջեռոցում շատ երկար չթողնեք, որ հանկարծ չչորանան։ Խմորը շատ նուրբ է, հատկապես տաք ժամանակ, դրա համար թուղթը զգույշ եմ հեռացնում, որ եզրերը չվնասվեն։ Տապակը չենք հովացնում, եթե նույնիսկ տաք է, շատ տաք է եւ այլն, հակառակը որքան տաք լինի, այնքան ավելի լավ։ Սիրելիներս, ընդհանրապես ցանկացած բան ինչ էլ թխեմ, բացի այն փխրուն կառուցվածքով խմորեղեններից, գաթայից եւ թխվածքաբլիթներից եւ այլն, մնացած բոլոր դեպքերում հենց տաք վիճակում ծածկում եմ սրբիչով։ Շերտերը թխվում են միջինը 6 րոպեում, բայց իհարկե հետևեք, քանի որ ջեռոցները տարբեր են։ Մինչ շերտերը հովանան, ես կրեմը կպատրաստեմ։ Եփովի կրեմ եմ պատրաստել, այս տեսանյութը չծանրաբեռնեցի, բազմաթիվ տեղերում պատրաստել եմ, հողումը կթողնեմ, կարող եք տեսնել։ Նաև կարագ է հարկավոր 250 գրամ, ինչպես նաև սովորական խտացրած կաթ։ Անպայման բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի պետք է լինեն, որ կրեմը չկտրվի։ Կրեմը շատ հեշտ է պատրաստվում։ Կարագը առանձին 3 րոպե սկզբում հարում ենք, 3 րոպե կարագն առանձին հարելուց հետո մնացած բաղադրիչները մաս ոչ միանգամից ավելացնում ենք, ինչպես ցուցադրում եմ։
Ժողովուրդ ջան, աշխատելու ընթացքում, երբ հարում էի, վերջին մոտ նկատեցի, որ կրեմն ուզում է կտրվել։ Անմիջապես գոլորշու պայմաններ ստեղծեցի եւ գոլորշու վրա պահելով արագ սկսեցի հարել, հարիչի բարձր արագությամբ։ Ու հենց սկսեց կրեմը հավաքվել, դուրս բերեցի ու շարունակեցի հարել, մինչեւ համասեր դարձավ։ Գոլորշիով շատ լավ վերականգնվում է։ Կարծում եմ խնդիրը եփովի կրեմի մեջ էր, որը հովացնելու համար շտապելուց սառնարանն էի դրել, հետո գուցե նորմալ չէր տաքացել։ Պատրաստում ենք շատ հեշտ ու պարզ ջնարակ, ուղղակի խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Մի լավ խառնում ենք, որ գնդիկներ չմնան։ Մարմանդ կրակի վրա եփելու ենք անդադար խառնելով այնքան ժամանակ, մինչև մեկ կաթիլը փորձի համար որևէ մակերեսին դնելիս նկատեք, որ կաթիլը ձևը պահպանում է ու չի տարածվում։ Հենց այդ պահին արդեն կրակից վերցնում ենք։ Ուշադրություն դարձրեք, պետք է երկար չեփվի։ Ընդհանրապես նման ջնարակները երկար եփել հարկավոր չէ ու ստուգեք պարբերաբար, որպեսզի ճիշտ պահը բաց չթողնեք։ Ես որպես կանոն նախապես մի լավ խառնում եմ, դրանից մի քիչ նաև թուլանում է, ջրիկանում է, նոր դնում եմ կրակին։ Տեսեք, եփելու ընթացքում չի կարելի թույլ տալ, որ այս զանգվածը եռա, հենց նկատեցիք, որ սկսում է եռալ, բարձրացրեք կրակից, խառնեք, որ ջերմաստիճան իջնի, նորից դրեք կրակին, որքան քիչ եռա կամ որքան հնարավոր է հետևեք, որ ընդհանրապես չեռա, այնքան ավելի փայլը շատ կլինի։ Հենց կրակից դուրս բերեցինք, արագ ավելացնում ենք ոչ լիքը ճաշի գդալ կոնյակ ու նաև ոչ լիքը ճաշի գդալ բուսայուղ։ Հենց կոնկրետ բուսայուղը հրաշալի բացում է կակաոյի շոկոլադային համն ու բույրը։ Այս ջնարակը շատ չենք հովացնում, այն ժամանակ օգտագործենք, երբ մատով ստուգելիս մատը չի այրի։ Եվ իհարկե ցանկալի է, որ օգտագործելիս տորթը սառը լինի, հենց սառնարանից։ Տորթը հովացել է, կրեմը ամրացել, կարելի է աշխատել։ Զգացիք ջնարակը որքան մի տեսակ ձգվող ու շատ հոսող չէր։ Այ հենց այս կառուցվածքն է, որ մեզ տալիս է կոնյակը։ Տորթը թողնում ենք, որ փափկի, կփորձենք վաղը։ Արդեն հաջորդ օրն է, ավելի շուտ հաջորդ երեկոն, ժողովուրդ տեսեք ինչ գեղեցիկ փայլը պահպանվել է։ Եվ դա չնայած նրան, որ սառնարանը դնելուց տեղ-տեղ ջնարակը վնասել է, մի փոքր աշխատել եմ ծածկել, կարծում եմ երևում է, բայց չնայած դրան միևնույն է տեսքը շքեղ է։ Բոլոր այն ջնարակները, որոնք կպչուն են մնում, ամբողջությամբ չեն ամրանում, ցանկալի չէ պահել շատ երկար բաց վիճակում, օրինակ մի քանի ժամ եւ ավել։ Ցանկալի է փակ տարայով կամ սառնարանում։ Չնայած որ տորթը ուղիղ սառնարանից է դուրս բերված, բայց միևնույն է, այս վիճակում էլ շատ փափուկ է, իսկ րոպեներ անց ինքներդ կտեսնեք արդեն։ Տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ փայլ է պահպանվել, ժողովուրդ ու այսպես էլ մնալու է։ Եվ ընդհանրապես ջնարակների ու առհասարակ ցանկացած գործում, խոհանոցում ամեն բան կախված է ոչ միայն բաղադրիչներից, այլ նաև աշխատանքից ու մոտեցումից։ Ու չմոռանամ նշել, որ ջնարակն իր փայլը պահպանում է 3-4 օր, նույնիսկ ավել, այնքան, որքան կպահպանեք խմորեղենը։ Ալիքում ես նաև ջրով ջնարակ ունեմ, որ նույնքան հայելային փայլ ունի եւ նույնքան երկար պահպանում է փայլը։ Ընտրեք, որ տարբերակը կցանկանաք, մեկը ջրով է, այս մեկը թթվասերով։ Իսկ վերջում բոլոր նրանց համար, ովքեր ունեն նման խնդիրներ, օրինակ ինչպես իմ դեպքում ջնարակը վնասվել է կամ դեֆեկտներ կան, ուղղակի շատ քիչ բուսայուղը վերցնում եւ խառնում ենք կակաոյի հետ։ Քիչ-քիչ ավելացրեք ու խառնեք, մինչեւ հալեցված շոկոլադի նման կստացվի։ Կարող եք տեղափոխել ձևավորման տոպրակի մեջ, փոքրիկ անցք բացել ու նկարել խմորեղենի վրա։ Դա եւ բոլոր խնդիրները կծածկի եւ ցանկության դեպքում կարող է շատ գեղեցիկ ձևավորում դառնալ։ Չգիտեմ տեսախցիկն ինչպես է փոխանցում, բայց իրականում շերտերը շատ խոնավ են, բավականաչափ նուրբ են եւ անչափ փափուկ։